Սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր խոսելու եմ մի կարևոր թեմայի մասին, չեմ վերջացնի այսօր հաստատ, բայց կարծում եմ հաջորդ անգամ հնարավոր է հաջորդ անգամ վերջացնեմ։ Եվ այսօրվա իմ քարոզի վերնագիրն է «Ես իմ եկեղեցին կկառուցեմ ժայռի վրա»։ Կարևոր թեմա է, թե չէ, ոնց եք կարծում։ Ես կարծում եմ, որ կարևոր թեմա է եւ նույնիսկ շատ կարևոր։ Այս խոսքերը Հիսուսը ասեց իր աշակերտներին Մատթեոս 16-18 խոսքերում, եւ ինչ է ասում, ասում է, հետո շարունակությունը ասում է, որ ես կկառուցեմ իմ եկեղեցին ժայռի վրա եւ դժոխքի դռները չեն կարող հաղթել դրան, ճիշտ է։ Կարևոր էր, եթե կարևոր չներ, ես վստահ եմ, էլի Հիսուսի բերանից դուրս չեկավ մի խոսք, որ կարևոր չէր։ Եթե չլիներ կարևոր, Հիսուսը չէր ասի, չէր շեշտի, որ ես իմ եկեղեցին ժայռի վրա եմ կառուցելու, եւ այնպես եմ կառուցելու, այնպես ամուր եմ կառուցելու, այնպես պինդ եմ կառուցելու, որ դժոխքի դռների համար իմ եկեղեցին դառնա անհասանելի եւ անհաղթահարելի։ Շատերը, անգամ աշակերտները, բոլոր ժամանակների քրիստոնյաները, ոնց ասեմ, չգիտեմ, ես վստահ եմ միշտ, երբ որ կարդում են, կարդացել են, չգիտեմ, ճանաչել են Աստծուն, բոլորը միշտ բոլորին թվացել է, որ իրանց ժամանակը հենց վերջին ժամանակն է, հեսա Տերը գալու է։ Բոլորը այդպես են կարծել, աշակերտներն էլ էին այդպես կարծում։ Մենք հետո ավելի կխորանանք ու կտեսնենք, որ Հիսուսին հարց էին տալիս, երբ կլինի, ոնց կլինի, նկատում էր, հեսա քանի օրից, քանի շաբաթից, քանի տարուց ես գալի, ինչքան պետք է սպասենք քեզ։ Բայց սխալվում էին իրանք իրանց մտածելակերպի մեջ, բայց այնպես չլինի, որ հիմա մենք էլ սխալվենք, բայց ես ձեզ վստահ եմ ասում, մեր սերունդը ամենամոտն է կանգնած, ով որ պետք է տեսնի Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը։ Դուք զգացել եք, որ վերջերս մանավանդ մեր եկեղեցու քարոզիչները ու սովորաբար էլի ես ասենք, եթե տեսնում եմ քարոզներ, վերջին ժամանակներում Աստված շատ մարդկանց սրտերում է դնում, որ խոսեն Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան մասին։ Եվ մինչև որ կխոսենք Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան մասին, այսօրվա իմ քարոզի վերնագիրը, բայց ուրիշ է։ Ես իմ եկեղեցին պետք է կառուցեմ ժայռի վրա։ Կարևոր է, որ Տիրոջ եկեղեցին լինի պատրաստ, մինչև որ Հիսուս Քրիստոսը կգա, այո, կարևոր է։ Տերը արդեն 2000 տարի է կառուցում է, կերտում է մի եկեղեցի եւ չի կերտում քարերից, այլ կերտում է կենթանի քարերից, որի ապացույցը ես եւ դու ենք։ Բայց Աստված ուզում է ստեղծի, կառուցի մի եկեղեցի, որը իրոք վայել կլինի, որ կենթանի Աստված կցանկանա, կհաճի բնակվել այդ տանը։ Սատանան միշտ կրկնօրինակում է Աստծուն, ու գիտեք ինչի համար է կրկնօրինակում, որովհետև ինքը չունի իր սեփականը, որ ինքը սեփական ինչ-որ մի բան հորինի, սեփական ինչ-որ մի բան ստեղծի, ինքը զուր կա դրանից։ Ինքը միշտ նայում է եւ ինչ որ արել է Աստված, ինքը փորձում է դրա կրկնօրինակը, դրա կեղծը անել։ Եվ նաեւ որ կարողանա խաբել մարդկանց, ինչի համար, որովհետև հեշտ է, չէ, երբ որ կեղծը ներկայացնում ես ճշմարիտի փոխարեն եւ կեղծը ցույց ես տալիս որպես ճշմարիտ։ Եվ շատերն են, որ չունեն համապատասխան գիտություն, գիտելիք, չունեն համապատասխան, ինչ ասեմ, միտք եւ շատերն են, որ այսօր հավատում են այդ խաբեություններին, որ առաջարկում է Սատանան։ Երբ Աստված խոսեց Դավիթ թագավորի հետ, խոսեց Դավթի սրտի հետ, ճիշտ է, որտեվ ուրիշ բան է, երբ որ քո ականջներով ես դու լսում, ուրիշ բան է, երբ որ դու քո սրտով ես լսում, սրտով ես հասկանում։ Ես վստահ եմ, որ Դավիթը այն մարդն էր, ում սրտի հետ էր խոսում Աստված։ Եվ Դավթին մենք ժամանակ առ ժամանակ միշտ անդրադառնում ենք մեր Դավիթ աղբոր այն թերությունները հիշելով, բայց մոռանում ենք, որ Դավիթը մի հատ սիրտ ուներ, որը հաճելի էր Աստծո առաջ, եւ Աստված ինքն ասում, չէ, չկա մեկը, որ իմ Դավիթ ծառայի պես ամբողջ սրտով իմ կամքը կատարի։ Այսինքն դու պատկերացնում ես, որ Աստված ասում է, չկա իմ Դավիթ ծառայի պես։ Չհիշենք մենակ Դավիթ աղբոր, Դավիթ թագավորի թերությունները, հիշենք նաեւ նրա առավելությունները, որ նա Աստծուն սիրող եւ Աստծուն պաշտող մարդ էր։ Եվ նա ուներ տեսիլք, եւ ո՞րն էր այդ տեսիլքը։ Աստված մի հատ ցանկություն էր դրել Դավթի սրտի մեջ, Դավիթը վառվում էր Տիրոջ տունը կառուցելու ցանկության այդ գաղափարով։ Եվ ես վստահ եմ, այնքան մեծ էր այդ ցանկությունը, որ հենց անձամբ ինքը կառուցի այդ տունը,
բայց Աստված չտվեց նրան հնարավորությունը գործելու եւ Աստծո խոսքը ասում է, չէ, ինչի համար, ասում է, որտեղ դու պատերազմի մարդ ես եւ քո ձեռքով շատ արյունա թափվե։ Դու չես սարքի Տիրոջ տունը, բայց քեզանից հետո քո որդի Սողոմոնը, ով որ հաջորդելու է քեզ, ինքը կկառուցի Տիրոջ տունը եւ հաջողություն կունենա։ Եկեք մի պահ այս մտքի շուրջ նայենք մենք մեր կողքերը ու տեսնենք, թե ինչ է կատարվում հիմա մեր շուրջը։ Այսօր բոլորն են վազում նոր եկեղեցի կառուցելու, նոր եկեղեցի հիմնելու։ Ես ուրախ եմ, որ մարդկանց սրտի մեջ կա ցանկություն Աստծո ավետարանի խոսքը քարոզելու բովանդակ աշխարհով մեկ։ Սա վատ միտք, վատ գաղափար չի, բայց արդյոք Աստված քեզ ընտրել է առաջնորդ, որ դու կկարողանաս առաջնորդես այն մարդկանց, ում որ դու շահել ես քո ավետարանչության միջոցով։ Անուններ չեմ տա բնականաբար, բայց վստահ ճանաչում եմ մարդկանց, ովքեր որ իրանց կյանքում շատ լավ ավետարանիչներ էին։ Անկեղծ ասեմ, ես այդ մարդկանց կեսի չափ ավետարանչություն չեմ կարող անել։ Ես չեմ կարող անել։ Այդ մարդկանց մոտ ստացվում է, հասկանում ես, այնտեղ որ դու որ կմտնես ու հաջողություն չես ունենա, մարդիկ կան, մտնում են, ես չգիտեմ ոնց են լեզու գտնում, բայց իրանց եւ լսում են, երգում են, նվագում են, աղոթում են, կարդում են, կարողանում են մարդկանց հավաքել իրանց շուրջը։ Սա Աստծո պարգև է, թե ոչ։ Աստծո պարգև է։ Եթե Աստված քեզ տվել է պարգև, որ դու կարողանաս մարդկանց հավաքելու, հավաքես թե չհավաքես։ Բայց ես վստահ եմ ասում քեզ, հնարավոր է Աստված քեզ տվել է պարգև, որ դու հավաքես, բայց քեզ չի տվել պարգև, որ դու առաջնորդես։ Եվ այդ դեպքում ինչ պետք է անես դու։ Դու պետք է հավաքես, դու պետք է տաս այն մեկին, ով որ կկարողանա առաջնորդել, որտեղ Աստված չկանչեց, որ մեկը բոլորի փոխարեն բոլոր ծառայությունները անի, չէ՞։ Եթե դու ավետարանի ես, կարող է մեկն էլ հովիվ է, մեկն էլ ծառայող է, որին էլ Աստված օրհնել է նման գործում, նման հարցում, ինչը որ այս դեպքում էլ արդեն դու ինքդ չես կարողանա անել։ Կամ մարդիկ, ովքեր որ կառուցում են եկեղեցի, դուք տեսել եք, լավ անուններ չասեմ, կարծում եմ դուք ինքներդ էլ կկռահեք, մարդ, որ ամբողջ իր կյանքում ինչ հանցագործություն ասես արեց, վերջում էլ մի հատ եկեղեցի կառուցեց, որ իր սաղ մեղքերի թողություն լինի, վանք նկատի ունեմ։ Խի միթե Աստված ներում է մարդու հանցանքները լոկ մի բանի համար, որ դու ամբողջ կյանքդ ինչ ավազակություն կուզես արա, վերջում այդ եկեղեցի կկառուցես, վсё, հա, բոլոր մեղքերը ցենց ներվավ, ջրվավ գնաց։ Նման բան չի կարող լինել։ Աստված Դավթին տվեց հնարավորություն հավաքելու, ճիշտ է, բայց Դավթին չտվեց հնարավորություն կառուցելու։ Մենք կարող ենք ասել, որ Դավիթը հաջողակ էր, այո, Դավիթը հաջողակ էր հավաքելու մեջ, բայց Դավիթը հաջողություն չէր ունենա, եթե Դավիթը Տիրոջ խոսքի համաձայն չշարժվեր եւ սկսեր կառուցել Տիրոջ տունը։ Այսօր Աստված շատերին է տվել հնարավորություն հավաքելու, սիրելի Աստծո ժողովուրդ, հավաքի։ Աստված քեզ տվել է հնարավորություն հավաքելու, Աստված քեզ օրհնելու է հավաքելու մեջ, բայց Աստված քեզ չի տվել միգուցե կառուցելու իմաստություն, շնորհք եւ հանճար, որտեղ այդ շնորհք եւ հանճարը Աստվածում տվեց Սողոմոնին, չտվեց Դավթին։ Հիմա կապացուցեմ, թե որ իմ ասածները ճիշտ են։ Դավիթը կուտակել էր, մինչև որ Դավիթը գահակը հանձներ Սողոմոնին, Դավիթը այնքան հարստություն էր կուտակել, որ չեք էլ պատկերացնի։ Ես ամբողջ կյանքս քրիստոնյա եմ եղել, այս խոսքերը միշտ կարդացի անցել եմ, բայց այս մի քանի օր առաջ մենք մեր տասնյակում որոշեցինք հաշվել։ Հաշվեցինք ու թիվը մի հատ այնպես թիվ էր, որ գլուխս կպել էր, ես ինքս չէի հավատում։ Գիտեք, քանի անգամ եմ հաշվել, որ հանկարծ շփոթված չլինեմ։ Եվ տեսեք ինչ ասում։ Առաջի մնացորդած 22-րդ գլխի 14-ից 16 համարները խոսում է հետևյալի մասին։ Եվ ահա իմ նեղությունովը Տիրոջ համար 100,000 տաղանդ ոսկի եւ 1000 անգամ 1000 տաղանդ արծաթ եմ պատրաստել։ Ինչ էր ասում, ասում էր լեն ու բոլ ինքան կար չէի իմանում ինչ անեի, ասում է իմ նեղությունով, այսինքն ինձ ինչքան նեղություն եմ տվել, ինչքան բանից եմ որպես թագավոր ինձ զրկե, բայց իմ նեղությունով Տիրոջ համար եմ հավաքել 100,000 տաղանդ ոսկի եւ 1000 անգամ 1000, այսինքն միլիոն տաղանդ արծաթ։ Իսկ պղնձին, երկաթին, ասում է, կշիռ չկա, որովհետև շատ է։ Այսինքն ոսկին ու արծաթը կշռել ենք, բայց պղինձը, երկաթը այնքան շատ է, որ այդքանը կշռել հնարավոր չի։ Այսինքն անսահմանափակ լցրած է։ Նաև փայտեր եւ քարեր են պատրաստել, բայց դու ավելացրու դրանց վրա։ Հələ տեսեք ինչքան բանով մարդ էր էլի Դավիթը, այնց քթի ծակով ու սենց տեղը տեղին, սենց ասում է ոսկին արծաթը մեր լեզվով ասած գյուր կա, ծեփա, չես կարա վերջացնես,
Բայց քարը փայտը հավաքել են, բայց ոնց որ աշկից մի քիչ լինի։ Այ քարի փայտի վրան մի քիչ ավելացրա։ Եվ քեզ մոտ շատ գործավարներ, քարհատներ, որմնադիրներ, հյուսներ եւ ամեն տեսակ գործի համար ամեն տեսակ ճարտար մարդիկ կան։ Ոսկին ու արծաթին, պղնձին եւ երկաթին թիվ չկա, նորից է շեշտում։ Վեր կաց եւ արա, եւ Տերը քեզ հետ է լինելու։ Էսի Դավթի այն վերջի կտակներ, այն օսիատներ, որ անում էր Սողոմոնին, չասեց իմ համար մի հատ սիրուն դամբարանք սարքես, ոսկեզոծ, փարավոնը տեսել ես, բանը ինչ բուրգա սարքե, տարերի ընթացքում այդ բուրգը մնալու է կհիշեն Ռամզեսին, մի հատ իմ համար այդպես սիրուն բուրգ կսարքես, որ ինձ էլ հիշեն, այդպես բաներ չասես, Դավիթի համար մեկ էր ինչ ալնելու իրանից հետո, բայց Դավիթի համար մեկ չէր, արդյոք Տիրոջ տունը կկառուցվի, թե չի կառուցվի։ Եկեք հաշվենք ինչքան է կազմում մեր թվով ու մեր գնով, այս թիվը ինչի մասին որ ասեցի։ 100,000 տաղանդ ոսկին, 1 կիլո ոսկին, ուրեմն մի տաղանդը անում է 34 կիլոգրամ։ 100,000 տաղանդը անում է 3,400,000 կիլո։ Դավիթը կուտակել էր 3,400,000 կիլոգրամ ոսկի կամ 3,400 տոննա ոսկի։ Թիվը պատկերացրեցիք։ Գիտեք ինչքան անում մեր փողով, այս մի 10 օր առաջ որ քարոզս գրում էի, ոսկու ուրեմն 1 կիլոգրամը $150,000 էր։ Այսօր նայեցի, ոսկու 1 կիլոգրամը այս մի քանի օրվա մեջ աճել է, կարծում եմ տեսած կլնեք կամ եթե ինչ-որ մեկը ոսկի ուզեց առնի, զգացած կլինի այս երկու օրը որ ոսկին էլի թանկացել է։ Մի տոննան դարձել է, 1 կիլոն դարձել է $170,000 ոսկու։ Եվ այսօրվա գնով հաշված գիտեք ինչքան է անում։ 578 միլիարդ 210 միլիոն դոլարի մենակ ոսկի էր կուտակել։ Դավիթը կուտակել էր 578 միլիարդ 210 միլիոն դոլարի ոսկի։ Կուտակել էր 1 միլիոն տաղանդ արծաթ, էսի անում է 34 միլիոն կիլոգրամ ոսկի, արծաթ, այսինքն 34,000 տոննա արծաթ էր կուտակել, էս էլ արծաթի մի տոննան էլ ուրեմն 1 կիլոգրամն էլ արժի $3,516, այսօրվա թվերն եմ նայել։ Էս էլ անում է 120 միլիարդ դոլար։ Ընդհանուր իրար հետ 698 միլիարդ։ Կլորացնենք 700 միլիարդ դոլարի, 700 միլիարդ դոլարի։ Մենակ ոսկին ու արծաթներ, պղինձը ու մնացած հարստությունները չեմ հաշվում։ Այսքան ժառանգություն թողեց Դավիթը Սողոմոնին եւ որն էր պատվերը Տիրոջ տունը կսարքես այնպես, որ աշխարհում չլինի այտենց մի շենք, այտենց մի տուն, որ հավասար կլինի Տիրոջ տանը, Եհովայի տանը։ Հետաքրքիր է, որ առաջի մնացորդած 29-րդ գլխում 4-ից 5-րդ խոսքեր է, որ կարդակ, ուզում եմ, որ չշփոթեք, այնտեղ այս թվերը մի քիչ ավելի ցածր է, բայց ասում է սկզբից Դավիթը այսքանը հավաքել էր Տիրոջ տան համար, բայց մեռնելուց ամբողջ թագավորի գանձարանը նվիրեց Տիրոջը։ Այսինքն մտածեց, չասեց էլի Սողոմոն ջան, ես էլ քեզ եմ ժառանգություն տալի, էլի, այսքանը Տիրոջը, այսքանը էլ քեզից ձեռդ փող լինի, էլի, այդտենց բաներ չասեց։ Ինչ ուներ սաղ տվեց Տիրոջ ասեց, սաղ Տիրոջ տանն է այսի վերաբերվում, Տիրոջն եմ նվիրում, իմ ամբողջը նվիրում եմ Տիրոջը։ Հետաքրքիր է, եթե հիմա ներկա ժամանակվա թագավորները լինեին, ինչ կանեին։ Մի պատկերացնում եք, ասենք, եթե մարդը ունենար այսքան հարստություն, ինչ կաներ, ինչքան տղա ուներ, ինչքան կին ուներ, ինչքան, չգիտեմ, ամեն մեկին մի հատ Շվեյցարիայում, մի հատ բանում Փարիզում, մի հատ ամեն մեկին ինչ տներ ու դղյակներ ու ավտոներ ու ինչեր պետք է աներ։ Բայց Դավիթը սաղ ասեց իմ համար լրիվ մեկը, ես մի ցանկություն ունեմ, կառուցեմ իմ Եհովա Աստծո համար տուն, որի նմանը աշխարհի վրա չի լինի։ Այս էր Դավիթ թագավորի ամբողջ ցանկությունը եւ փափագը։ Ուրեմն տեսեք, Դավիթը իր ամեն ինչ տվեց Աստծուն եւ Աստված էլ դրա համար էլ Դավիթի սիրտը հավանում էր ամեն ինչը։ Երբ Սողոմոնը կառուցեց, նրա նմանը չկար ամբողջ աշխարհում, քանի որ իրոք փառավոր էր իր տեսքով եւ իր շքեղությամբ։ Իսկ երբ Աստծո հոգին իջավ Աստծո տան վրա, ոչ թե շենքը մենակ դարձավ սիրուն իր տեսքով, այլ շենքը դարձավ համել, այս տաճարը դարձավ փառավոր եւ անկրկնելի բոլոր իմաստներով, գիտեք ինչի համար, որտեղ տերերի տերը եւ թագավորների թագավորը հաճել էր բնակվել հենց այս տան մեջ։ Հետաքրքիր Աստծո խոսքը մենք որ կարդում ենք անգամ այն ծառայողները, քահանաները, ովքեր որ պետքա ծառայություն անեին, ասում են չէին կարողանում մտնեին, ինչի համար,
որովհետև Տիրոջ հոգին ընդեղ էր եւ մարդիկ չէին կարողանում, ուղղակի ուժասպառ էին, մարդիկ չէին կարողանում ոտքի վրա կանգնեն, որ ծառայություն անեն։ Ու երբ որ խոսում են նավակատինքի մասին, թե ինչպես եղավ այդ նավակատինքը, քանի 120,000, չգիտեմ, ոչխար, 22,000 աչառ, բանը, եթե թվերը շփոթեմ կներեք, բայց կարծում եմ չեմ շփոթում, 22 թե 23,000։ Մենք էսել որ հաշվեցինք մեր տասնյակով, հաշվարկներ են կարել այս շաբաթ, հազարավոր տոննաներ միս, ու հետաքրքիր է, երբ որ ասում եմ Աստծո կրակը իջավ ու վառեց այս զոհը։ Հետո մտածում եմ մի պահ, այսքան ցախ չէին կարա իրանք ճարեին բերեին, որ այդքան զոհ այրեին։ Միսը այնքան շատ էր, որ այդքանը մարդու ձեռքով փայտով այրել հնարավոր չէր, դա պատկերացնում եք, բայց Աստծո կրակը, երբ որ երկնքից իջավ, ինչ անում, այս ամբողջ զոհը ընդունում է։ Ամբողջ զոհը ընդունում է, այսինքն սա պատասխանն էր, որ երբ որ կա երկնքի համար, Աստծո համար անելու քո լավագույնը, հիշի, երկնքի դարպասները միշտ բաց են, Աստծո կրակը կարա ընդունի այդ զոհաբերությունը ևս։ Առաջի մնացորդած 28-11-19 խոսքերում գրված է, որ Դավիթը բացատրում է, թե ինչպես պետք է Սողոմոնը կառուցի տաճարը։ Մանրամասն ասում է, այսի սենց ենինենց, դրա մասին չեմ ուզում էլ կանգ առնեմ, բայց առաջի մնացորդած 28-19 խոսքերի վրա ուզում եմ կանգ առնենք, տեսնեք, եւ ինչ ասում Դավիթը Սողոմոնին, այս ամենը, այս գաղափարը, բոլոր գործերը ինձ հասկացրեց Տերը իր ձեռքի գրով է, ասես Դավիթը։ Ուշադիր եղել էիք այս խոսքերին, որ ասում է Տերը ինչ արեց, իր ձեռքի գրով տվեց ինձ։ Ես գիտեք ինչ եմ հասկանում, այսինքն Աստված տան հատակագիծը կամ այսպես մեր լեզվով ասած կատաստրի քարտեզը կամ շին պլանը Տերը իր ձեռով գծած ինչ արեց տվեց Դավիթին ասեց այ ասենց եմ ուզում որ իմ տունը կառուցես եւ Դավիթն էլ տվեց Սողոմոնին որտեվ ասում է բառացիա չէ գրված ասում է Տերը իր ձեռքի գրովը տվեց այսինքն Աստված իր ձեռքով գրած ես այդպես մեկ էլ Աստծո ձեռքով գրած գիտեք որը գիտեմ 10 պատվիրանները, եւ որ Մովսեսը բարձրացավ Սինա լեռան վրա, եւ Աստված իր ձեռքով գրած, ասում Աստված իր ձեռքով, իր մատով գրեց, թե առաջի անգամ եւ թե երկրորդ անգամ, երբ որ Մովսեսը կոտրեց պատվիրանները, որտեւ պատվիրանները չէր կարա մարդը գրեր, պատվիրանները պետք է Աստված գրեր իր ձեռքով։ Եվ նաեւ Մովսեսին էլ այն ժամանակ Սինա սարի վրա Աստված տվեց մի ուրիշ պլան, ճիշտ է, բացատրեց թե ոնց պետք է խորանը պատրաստի։ Այսինքն սիրելի Աստծո ժողովուրդ, մենք ինչ հետևություն ենք անում, ես ինչ էի ուզում այս խոսքերով ձեզ հասկացնել, որ այսօր Աստված սարքում է, շինում է իր եկեղեցին, բայց Աստված իր եկեղեցին չի շինում, չի սարքում քո գաղափարով։ Աստված իր եկեղեցին սարքում է իր գծագրով, իր պլանով, այն ինչը որ ինքն է ուզում տեսնի, եւ այն ոչ այն ինչը որ դու ես ուզում տեսնես։ Այսօր մենք աշխարհի մեջ կարող ենք տեսնել, չէ, ինչքան եկեղեցիներ, որ մարդը ինքն իր խելքով, իր ճարտարապետությամբ, օրինակ Իսպանիայում մատ այնքան սիրուն եկեղեցու շենք կա, որ նայում ես ամբողջ Աստվածաշունչը քանդակված է, այդ բայց հավատացեք, այնտեղ Աստված չի։ Այդ ուղղակի մի սիրուն կառույց է, բայց այնտեղ չկա Աստված։ Բայց այսօր Աստված նաև մեզ ասել է, չէ, որ ես քարեղեն շենքերի մեջ չեմ։ Սրա մասին ավելի կոնկրետ մենք խոսենք։ Ես մարմնով, ես կենթանի քարերով եմ կառուցում իմ եկեղեցին, եւ այդ կենթանի քարերը ես ու դուք ենք։ Ուրեմն տեսեք, անցան տարիներ, քանդվեց այս հրաշալի տունը, ճիշտ է, քանի որ արդեն վաղուց այնտեղ չէր բնակվում Աստված, իր իսկ ժողովրդի կռապաշտության պատճառով քանդվեց ու ավերվեց։ Հետո վերակառուցվեց այն, բայց ոչ իր իրական այն առաջի սկզբնական շքեղությամբ եւ ճոխությամբ, ինչպես որ կար Սողոմոնի ժամանակ։ Ուրեմն, երբ որ վերակառուցեցին երկրորդ անգամ տաճարը Բաբելոնի գերությունից հետո, ով էր Զորաբաբելն էր, Եզրասը եւ Նեմիան, չէ, այս 3 մարդկանց միջոցով այդ ամեն ինչը տեղի ունեցավ, թե տաճարի վերականգնումը եւ թե պարիսպների ուրեմն կառուցումը։ Իրան ժամանակ տեղի ունեցավ։ Եվ հետաքրքիր է, որ հետո դրանից հետո մենք գիտենք, որ Հերովդեսի ժամանակ նույնպես այդ տաճարը նորոգվեց, չէ, Հերովդեսը ինքն էլ նորոգեց Տիրոջ տաճարը, բայց երկար մնաց այդ տաճարը։ Հələ չէին էլ վերջացել այդ տաճարը նորոգելը, ռոմեացիները հիմնահատակ ավերեցին քարը քարի վրա, չթողելով մեր թվարկության 70 թվականին։ Դե քանի որ սատանան կրկնօրինակում է միշտ Աստծո արածը, նույն տեղում ինչ եղավ, մնաց դատարկ նույն տեղը։ Նույն տեղում բերեց ու կառուցեց մզկիթ, Օմարի մզկիթը հիմա, եւ նրա գմբեթը, որը հայտնի է որպես ոսկե գմբեթ ամբողջ աշխարհում։ Ընդամենը
ոսկեզօծված է, ինքը ընդհանուր ոսկուց չի։ Այդ երեսի շերտն է, ուղղակի ոսկուց ինչ որ բանը ոսկե ջրածի պես կարելի է ասել, էլի, ոսկեզօծ է գմբեթը, բայց ընդհանուր ոսկի չի։ Փայտից մայտից այնտեղ այդքան էլ չխորացա, բայց ինքը ընդհանուր չեմ հիշում ինչքան, բայց մի խոսքով ինքը լրի ոսկեզօծ չի։ Եվ տեսեք, կարևոր էլ չի, եթե ընդհանուր ոսկուց էլ լներ, դա մեկը ոչ մի բան չէր խոսում։ Ուղղակի հարցը գիտեք որն է, որ Տիրոջ տաճարի տեղում սատանան բերեց կառուցեց իր կենտրոնը, որ ցույց տա, որ չէ, այն Սողոմոնի այն ոսկյա տաճարը, որ կար, էսի չէ, իմը պետք է լինի, բայց այս Աստծո, ինչ ասեմ, ինքը ոնց կարելի է համեմատել Աստծո տունը սատանայի բան հետ, տուն չասեմ, բուն ասեմ։ Աստված կառուցեց տաճար իր սրբության համար եւ Սատանան ուզեց պղծել այն, վերածելով կռապաշտական կենտրոնի։ Աստված որոշեց իր եկեղեցին կառուցի մարդկանց սրտերի մեջ։ Հիմա էլ գիտեք ինչ անում Սատանան, պղծում է մարդկանց, որ էլի պղծի այն ինչ որ Աստված ուզում է կառուցել։ Հասկանում եք ինչի է նման սա։ Այն ինչ որ Աստված ուզում է անի, Սատանան անպայման ուզում է դա պղծի։ Որտեղ որ Աստված ուզում է ինչ որ մի բան անի, ամբողջ դիվային աշխարհը կուտակվում է, որ Աստծո արած ստեղծագործությունը պղծի։ Եվ տեսեք, իսկ մենք պետքա տարբերվենք, թե չէ։ Մենք պետքա տարբերվենք, մենք պետքա տարբերենք իրականը կեղծից։ Մենք պետքա հասկանանք ինչ է նշանակում իրական եւ ինչ է նշանակում սուտ։ Մենք պետքա հասկանանք ինչ է նշանակում ժայռի վրա կառուցված եկեղեցի եւ պետքա հասկանանք թե ինչ է նշանակում կառույց, որ կառուցվել է ավազի վրա եւ որը քանդվելու է առաջին իսկ փորձության ժամանակ։ Սրա մասին մի փոքր ավելի ուշ կխոսեմ։ Տեսել եք հիմա մարդը ոնց է մարդուն այլանդակում սատանան։ Ես տեսել եմ, կտրում են իրանց ականջները, կտրում են քիթը, կտրում են շուրթերը, ծակում են քիթը, չգիտեմ ինչ են անում, լեզուն մեջտեղից կտրում են երկու մասի, որ օծի լեզունի նման լինի, աչքերի մեջը տատու են անում, սև թանակ են լցնում, դառնում են սև։ Մարդը տեսքով անգամ նմանվում է սատանային։ Մարդը իր տեսքով նմանվում է սատանային եւ ձեզ թվում է սա պատահական է։ Ձեզ թվում է իրանց հաճելի է կամ հարմար է այդ մարդուն, ուղղակի այս մարդկանց ուղեղը այնքան աղտում սատանան եւ ասում է, եթե դու ինձ ես պաշտում, ուրեմն դու պետք է նմանվես ինձ։ Ուրեմն սենց արա եւ մարդիկ գնում են ու անում են ամենավերջի պղծությունները, անգամ իրանց արտաքինը այլանդակելու եւ աղավաղելու համար։ Եվ գիտեք ինչի է նման սա։ Սա սատանայի բանն է, ուղերձն է ուղված Աստծուն։ Տես մարդը, որ դու ստեղծեցիր քո պատկերով, քո նմանությամբ, մարդը չի ուզում քո պատկերով ու քո նմանությամբ շարունակվի, քո ստեղծագործություն ուզում է նմանվի ինձ։ Սա է սատանայի ուղերձը Աստծուն, որն է համարվում մուսուլմանական առաջին սրբավայրը, երկրորդ սրբավայրը, երրորդ սրբավայրը, սրա մասին ես հեսա կխոսեմ ձեր հետ։ Ուրեմն տեսեք, մուսուլմանական այդ սրբավայրերը ինչով են հայտնի։ Մեքքան, որը գտնվում է Սաուդյան Արաբիայում, այս նկարները մեր աղբերները կդնեն կնայեք, Մեքքան, որ գտնվում է Սաուդյան Արաբիայում, համարվում է ամենասուրբ սրբավայրը մուսուլմանների համար։ Այնտեղ է գտնվում Կաբան, որը սև խորանարդի տեսք ունի, եւ այդ խորանարդի, տեսեք, այդ սևը որ կա, դա Կաբան է, այդ խորանարդը, ուրեմն եւ ինչ է ասում մուսուլմանները, ասում են, էսի այն վայրն է, եւ այստեղ այս Կաբան կառուցել է Իսմայելը, իրանք այդպես են ասում։ Սա Ալլահի տունն է։ Եվ գիտեք ոնց է կոչվում, Բեթ Ալլահ։ Մենք լսել ենք, չէ՞, Բեթել։ Ասում է, էսի Բեթ Ալլահն է։ Էսի Ալլահի տունն է։ Բեթել ինչ է նշանակում, Աստծո տուն։ Իրանք ասում են, էսի Բեթ Ալլահն է, էսի Ալլահի տունն է։ Մենք գիտենք, որ կա Աստծո տուն, բայց էսի չի կարող լինի Աստծո տուն։ Էսի կեղծ Աստված է։ Էսի, չգիտեմ, ֆարշ ասեմ, թե ֆայշ ասեմ։ Էսի իրականը չի, ժողովուրդ ջան, չհավատակ։ Այդ խորանարդի արևելյան անկյունում է տեղադրված սև քարը, որը գտնվում է արծաթե շրջանակի մեջ, եւ մուսուլմանները հաջի են գնում, հաջորդ նկարի մեջ կտեսնեք, 7 անգամ պտտվում են այս սև քարի շուրջը, էսի կոչվում է դրանց հաջերից, հա, ուրիշ էլի բաներ կա, չեմ կարող ասեմ, խոնարհվում են, երկրպագում են, պտտվում են, ու հետաքրքիր գիտեք որն է, որ այս արծաթի
շրջանը, արծաթի շրջանը, որ կա, ու իրանք անում են sense կիսամերկ տեսքով։ Իրանք շորերը հանում են, այս սպիտակ սավանները փռում են իրանք վրա, տենց կիսամերկ եւ այս ձևով ուրեմն գնում են իրանք Ալլահի տունը, իրանք այդ հաջը անելու։ Ամեն տարի հազարավոր մարդիկ մահանում են այս հաջի ժամանակ, որտեղ ժողովրդի խտությունը նայեք, ինչի համար, որ այս մարդիկ պատտվում են, պատտվելու ժամանակ մարդիկ կան, որ ասենք այդ շոկից, նեղված բանից էլի, նեղությունից, ասենք ուշագնաց եղավ ընկավ գետնին, իրան էլ փրկող չկա, մնացածը քայլում վրայով անցնում են։ Ով ընկավ, ինքը հաշվեք մահացած է։ Եվ հետաքրքիր գիտեք որն է, որ սա կարծես զոհաբերություն լինի, որ ամեն տարի հազարավոր մարդիկ գնում են հաջի եւ կարծես թե սատանան ընդունում է այս զոհաբերությունը մարդկային, որ ոտերի տակ տրորվելով մարդիկ, բայց պատտվում են, որ այդ հաջին անեն։ Էսի սև քարն է, որը դրված է ուրեմն արծաթե շրջանակի մեջ է որ կա սև գույնի քարը։ Եվ այս սև քարի գաղափարը գիտեք որն է, ինքը ասում է այս սև քարը առաջ եղել է սպիտակ։ Ուղղակի քանի որ մարդկանց մեղքերը վերցրել է իր վրա, գույնը սևացել է։ Այս սև արծաթե շրջանակը դրել են, որ իբր թե սև քարը բաժանվել է մի քանի մասի, որ այդ չփշրվի, բայց իրականում ինքը ուրիշ խորհուրդ ունի, որի մասին չեմ ասի, բայց կարծում եմ դուք կռահում եք, ինչ խորհուրդ ու տեսք ունի, եւ քանի որ չնայած պաշտոնապես, երբ որ կարդում ես մուսուլմանների Ղուրանը, երբ որ նայում ես ուսումնասիրում ես, իրանք Ալլահին ասում են, որ բան է, էլի, Ալլահը սեր չունի, անսեր է, բայց իրականում ինչ է նպատակը, ինքը լավ էլ ունի, ինքը կոնկրետ այն ինչ որ իրանք պաշտում են, սա համարվում է իքական սերի որպես ներկայացուցիչ եւ իրանք այդ ծիսակարգերը որ անում են, որ նա պետք է ձեռքով շոյեն այս արծաթի այդ շրջանակը ու պետք է համբուրեն այդ ծև քարը, այսի համարվում է այն վիշի էլ, այն ամենաբարձր ծառայությունը, որ դու կարող ես մատուցել Ալլահին, որ դու կպնում ես, իհարկե իրանք ասում են, որ քարը չենք պաշտում, բայց իրականում մենք տեսնում ենք երկրպագություն, խոնարհություն, թե կաբային եւ թե սև քարին։ Կարծում եմ կրայեցիք, համել կիսամերկ շորերով, էսի լրիվ պղծություն է։ Եվ Աստվածաշունչը գիտեք ինչ է ասում այս պղծության մասին։ Աստվածաշունչը մեզ ներկայացնում է որպես Բաբելոնի մի քիչ մեղմ բառով ասեմ, անբարոյական։ Իսկ մի քիչ եթե չասեմ, ասեմ այնց ոնց որ Աստվածաշնչում է գրված, Բաբելոնի մասին գրված է որպես Բաբելոնի պոռնիկ։ Եվ այս ամենը ներկայացնում են որպես իրանց ճշմարիտ պաշտմունք եւ ճշմարիտ երկրպագություն։ Ով է անկյունի քարը։ Տեսեք, այս սև քարը դրված է անկյունում։ Ով էր անկյունի քարը։ Ես ասել եմ, չէ՞ որ իրանք կրկնորի սատանան կրկնօրինակում է։ Սև քարը բերե խփել է տե, ասում է, «Էսի անկյունի քարն է»։ Տեր Հիսուսը ինքն է անկյունի քարը, որից կառուցվում է ամբողջ եկեղեցին։ Տեր Հիսուսը ինքն է հիմքը, ժայռը, որի վրա կառուցվում է իր տունը։ Սա կեղծ է։ Սա սուտ է, սա ճշմարիտ չի։ Իսկ գիտեք, մինչև որ կկառուցեին իրանք այս Կաբան, Ալլահի տունը իրանց, իսկ գիտեք, այս նույն տեղում ինչ է եղել։ Այս նույն տեղում եղել է հեթանոսական պաշտմունքի կենտրոն, մինչև մուսուլմանները եղել է հեթանոսական պաշտմունքի կենտրոն, որտեղ պաշտել են 360 կուռքերի։ Այսինքն ինչքան ժեխուժ զիբիլ կար մի ժամանակ, որ պաշտում էին էսի արևի, Հնդկաստանին, որ նայեք կտեսնեք ինչ հիմարություն կա պաշտում են։ Ով ինչ ասես պաշտում է։ Այդ նույն պաշտմունքների կենտրոնը եղել է այստեղ։ Եվ մարդիկ այսօր ուղղակի բանը որպեսզի մարդկանց կարողանան խափեն ասեն, չէ, այլ կուռքերի չեք պաշտում։ Կուռքերը անցան, գնացին, հիմի Ալլահա, բայց իրականում ամեն ինչը թաքնված է սրա տակ։ Շարունակվում է նույն կռապաշտությունը, ուղղակի մի քիչ անունն են փոխել, որպեսզի մարդկանց կարողանան խափել։ Էսի իքական ներկայացուցիչը գիտեք, որ արական ներկայացուցիչներ են ելնում կռապաշտության մեջ, էսի ավելի բարդա սրա մասին ինչ որ մի բան խոսելը, բայց Սամսոն եղբայրը եղել էր Թայլանդում, ընդեղից բաներ էր բերել, նկարներ էր բերել, տեսանք, այնց պաշտմունք կար, այնց բանի են պաշտում արական, որ պետք է համարում են իրանց սուրբ Աստված, այդում չոքում են դեմը, երկրպագում են եւ ինչ ասեմ, սա կռապաշտություն է, սա ամոթ է, սա պղծություն է, որը սատանան այսօր լիքը մարդկանց քաշել է եւ տանում է դժոխք եւ մարդիկ թողած կենթանի Աստծուն գնացել են անիմաստ կուռքերի հետևից։
Այս կուռքերը հայտնի են աշխարհում տարբեր անուններով։ Եգիպտոսում օրինակ, գիտեք ոնց է հայտնի, Ասիրիուսը եւ Իզիդան։ Մարդու կնիկ ворցու եք սենց ասեմ, էլի։ Փյունիկիայում Բահաղն էր եւ Աստարտը։ Հունաստանում Ադոնիսն էր եւ Աֆրոդիտեն։ Սիրիայում Աշերն էր եւ Իշտարը։ Ուրեմն Պարսկաստանում Միտրան էր եւ Անահիտը։ Հռոմում Ապոլոն էր եւ Դիանան կամ Արտեմիդան, Հայաստանում Վահագն էր կամ Անահիտը։ Սրանք այն կուռքերն էին, որոնք պաշտում էին մեր պապերը, մեր հայրերը երկար տարիներ, եւ ձեզ թվում է հիմա վերացել է, սրանց մասին ավելի ուշ էլի կանգ կառնեմ։ Սրանք բոլորն էլ բաղաղապաշտություն են, Բաղաղին ու նրա կնոջն են վերաբերվում եւ Աստվածաշնչում ուրեմն կա էլի, որ էլի խոսում է կուռքերի մասին, որոնց մասին հիմա չեմ խոսի, բայց սա մուսուլմանների համար մեկ սրբավայրն է համարվում։ Մեկ քա պիտի ուղղվեն բոլոր մուսուլմանների աղոթքները, որ այսօր իրանք անում են նամազի ժամանակ, երբ որ տեսել եք, որտեղ մուսուլմանները բաժանված են երկու խմբի, կան սունիներ եւ շիաներ։ Սրանք մի քիչ տարբերություն կա մեջները, մեկը ոնց որ 3 անգամ են նամազ անում, այն մնացածը 5 անգամ են օրը նամազ անում եւ իրանց, երբ որ նամազի ժամը գալիս է, պետք է չոքեն եւ պետք է հայացքները ուղղեն դեպի արևելք, դեպի Կաբայի քարը, այս որ տեսակ դուք, եւ հիմա այստեղ ինքը երկրպագում է, բայց իր աղոթքը ուղղված է, իր երկրպագությունը ուղղված է դեպի Կաբա։ Եկեք նայենք Աստվածաշնչին։ Եկեք գնանք Դանիելի ժամանակները ու տեսնենք, որ Նաբուգոդոնոսոր թագավորը մի հատ արձան սարքեց ոսկի եւ ինչ ասեց։ Ասեց, երբ որ լսեք սրինգի, տավիղի, քնարի, շեփորի ձայն, ինչ պետք է անեին, պետքա ծունկի գային եւ պետքա երկրպագեին ում կամ ինչին պետքա երկրպագեին նրա ստեղծած ոսկե արձանին։ Նման չի, այսօր մոլլայի ոռնոցը որ լսում են, մեկ էլ չոքում են ու սկսում են գնաս երկրպագ նույնը չի, ժողովուրդ ջան, նույն կուռքը չի, նույն կռապաշտությունը չի, բայց տեսեք ինչքան մարդիկ են խափնված եւ այս գնում են այս կռապաշտության հետևից։ Հաջորդը Միդինան է, որտեղ գտնվում էր Մուհամեդի գերեզմանը եւ այսի ամենասուրբ երկրորդ ամենասուրբ վայրն է համարվում մուսուլմանների համար, այնտեղ մզկիթ էլ կա, դրա մասին չեմ խոսի։ Երրորդը, որը արդեն վերաբերվում է մեզ քրիստոնյաներիս էլ Աստծո ժողովրդին, երրորդ սրբավայրը համարվում է Մորիայի լեռը, որտեղ որ Աստծո տաճարն էր եւ որտեղ որ հիմա Օմարի մզկիթն է կամ Այլ-Ակսան։ Իսկ մուսուլմանները ասում են, այս լեռան վրայից Մուհամեդը համբարձվել է երկինք եւ որ ուսումնասիրեցի ինչ էր գրված, ասում եմ Այլ-Ակսան գլխավոր կենտրոնն է, իսկ ոսկե գմբեթը էսի սրբավայրն է եւ ինչու։ Մուհամեդի մարմինն ասում եմ մնաց Միդինայում է թաղված, իր գերեզմանը կա հիմա, որտեղ որ հիմա թաղված, իսկ ասում նրա հոգին է լավ, գիշերով ոտով եկավ ասավ մինչև Մորիա լեռից համբարձվեց երկինք։ Իրանց այդ պատմությունը հորինվածքը տենց է։ Եվ դրա համար Մորիա լեռը համարվում է իրանց ամենասուրբ վայրերից մեկը։ Սկզբից, երբ որ մուսուլմանները նամազ են արել, այդ նամազի ժամանակ թեքվել են դեպի Մորիա լեռ։ Բայց հետո զգացին, որ էլի չէ, ստե կարող է մի բան այն չլինի, փոխեցին Կաբա։ Եվ հիմա դեպի Կաբա են իրանց այդ երկրպագությունը ուղղված, Կաբայի սև քարը։ Եվ հետաքրքիր գիտեք նաև որն է, որ իրանք ասում են, որ երբ որ Աբրահամը տարավ զոհ անելու իր որդուն, ասում է Իսահակին չի տարե, Իսմայելին է տարե։ Ասում է զոհը Իսահակը չէր, զոհը Իսմայելն էր, ու ոչ թե Մորիա լեռան վրա է տարե զոհ անելու, այլ բերել է Մեքքա եւ Մինայի հովտում է զոհարը, ու փորձեց զոհանի հրեշտակը չի թողե, որովհետեւ ժառանգը Իսմայելն է եւ ոչ թե Իսահակը։ Իրանք հիմա այդպես են սովորացնում, ասում են մենք Աբրահամի սերունդն ենք եւ ասում են ինչի համար, որովհետեւ Իսահակը չէր ասում, Իսմայելը մեծն էր եւ ասում է Իսմայելով սերունդը շարունակվեց Աբրահամի, մենք ենք համարվում Աստծո ժողովուրդը երկրի վրա։ Եվ հիմա արաբների թիվը 360 միլիոնից ավել է։ Սա իսլամի ոգին է, որը փոխել է, խեղաթյուրել է եւ ուրիշի կենսագրությունը, ուրիշի պատմությունը, երաժշտությունը, արվեստը վերագրել է իրեն, ինչը որ մենք հիմա տեսնում ենք մեր թշնամի երկրի ղեկավարը, որ անում է, ճիշտ է։ Օրինակ տեսել եք, բանը Ալիևը ինչ է ասում։ Հայաստանն իմնա, Ղարաբաղ, Արցախը իմնա, Սյունիքը իմնա, Զանգեզուրն իմնա, Սևանը իմնա, Սաղ իմնա։ Հա, այս սարն իմն է, այն ծառն իմն է։
Հիմա էլ մեզնից պրծել է, հələ ասեինք Հայաստանով սահմանափակվեր, ասեինք հա, էլի ախորժակը Հայաստաններ պրծավ։ Հիմա էլ ադրբեջանցի պատմաբանները գտել են, որ եվրոպացիները առաջացել են ադրբեջանցիներից, որովհետև վիկինգները եղել են ադրբեջանցի, վիկինգները գնացել են Եվրոպա եւ բոլոր եվրոպացիները հիմա ադրբեջանցի են։ Եվ մարդիկ հավատում են իրանց ասածին, հեսա գրքեր կտպենք, հորինեն, ամբողջ աշխարհով կտարածենք, ասեն, բանը ամբողջ աշխարհի տարածումը մեզանից է եղել, ադրբեջանցիները էդի ամենահին, այսինքն ադրբեջանից են տարածվել մնացած բոլոր բաները։ Գիտեք ինչի համար ասենց, որովհետև սատանան սիրում է խաբել, կեղծել, ինչի համար, որովհետև ինքը չունի իր սեփականը։ Այսօր ամբողջ աշխարհում ամենահալածված, ամենակեղեքված, ամենատանջված եւ ամենազրկանքներով անցած հավատքը, ով որ հիմա էլ անցնում է, գիտեք որն է, քրիստոնյաներն են։ Քրիստոնյաներից ավելի հալածվող ոչ մի կրոն չկա երկրի վրա։ Ինչի համար, եւ առավել եւս իրական քրիստոնյաները։ Իրական քրիստոնյաներին, որտեղ այդ ազգային քրիստոնյաների խաթրին գրեթե ոչ մեկ չի կպնում, բայց իրական քրիստոնյաների խաթրին բոլորն են ուզում կպնեն, բոլորն են ուզում ցավացնեն եւ նեղացնեն։ Աֆրիկայում հալածանքները հասել են, սպանությունները Աֆրիկայում հասել են massայական աստիճանի, կրիտիկական մակարդակի են ասել, երբ քրիստոնյաներին հենց հիմա ներկապային սպանում են հազարներով։ Սպուտնիկից նկարներ ցույց տվեց արած, մոտս կար ուղակի մոռացա որ բերեմ։ Քրիստոնյաներին 500 հոգանոց խմբերով լցնում են ձորերը, բենզին լցնում վրները վառում են, հենց հիմա կենթանի վառում են աֆրիկյան երկրներում։ Ու այս անողները գիտեք ովքեր են, մուսուլմանները։ Ու հիմնականում Բոկո Հարամի մոտ տենց կոչվող մի հատ զիբիլ կազմակերպություն կա, տերորիստական, դրանք են անում, բոլորը ընկել են քրիստոնյաների հետևից։ Մի 3 թե առաջ օրը կիսվել եմ Facebook-ով, կարող եք նայեք այդ կիսվածը, երբ որ էլի Աֆրիկայում իմամը նստած, ինձ թվում է Աֆրիկայում էր, իմամը նստած, այդ իմ կիսված վիդեոյի մեջ չի երևում, բայց այդ վիդեոյի օրիգինալ տարբերակի մեջ որ թարգմանությունով չէր։ Մինչև այդ ինքը խոսում էր sense ոգևորված ձեր, ու գիտեք ինչ ասում։ Կոչ անում որ գնան քրիստոնյաներին սպանեն։ Ու տիրոջ դատաստանը գալիս է իր վրա տեղում։ Ու գիտեք ինչ ալնում։ Տեղում բոլորի աշկի առաջ այդ իմաման գնում մանում։ Կարաք նայեք այդ վիդեոն կա։ Բացի, ուրեմն տեսեք, բայց դրա հետ մեկտեղ քրիստոնեությունը նաև տարածվում է ամբողջ աշխարհով մեկ։ Աստծո խոսքը հիմա տարածվում է ամբողջ աշխարհով մեկ, ավելին քան երբևէ, ավելի արագ քան երբևէ, եւ ամեն մի նահատակի փոխարեն Տիրոջ Սուրբ Հոգին հարյուրների է դարձնում քրիստոնյա։ Հիշեք, քրիստոնյաները սպանվելով չեն վերանում, քրիստոնյաները սպանվելով շատանում են, որովհետև Աստծո խոսքը ասես չէ, եթե ցորենի հատը հողի մեջ չընկնի ու մեռնի, ինքը մենակ կմնա, բայց եթե մեռնի, ինչ անում, շատ պտուղ է տալիս։ Հիշի, քրիստոնյաներին չի կարելի սպանելով վերացնել, քրիստոնյաներին ինչքան սպանեցին, այնքան քրիստոնյաները շատանալու են։ Սա Աստծո խոսքն է մեզ սովորեցնում։ Ուրեմն մենք մոտեցել ենք վերջին, երբ որ մարգարեությունները, որոնք գրվել էին Եզեկիելի, Դանիելի, Հայտնության, բոլոր այս գրքերում գրված մարգարեությունները սկսել են կատարվել, սիրելի Աստծո ժողովուրդ։ Կատարվում են ավելի արագ, քան մենք կպատկերացնեինք, կատարվում են անկախ մեր կամքից, մենք կուզենք թե ոչ, մեզ հարմար է թե չէ, մեզ դուր է գալիս թե ոչ։ Եվ հետաքրքիր է, որ մեր երկիրն էլ պետք է անցնի այս թոհուբոհի միջով։ Ես չեմ ասում, որ Հայաստանը էդի էպիկենտրոնն է, որտեղ էպիկենտրոնը մենք գիտենք, որ Իսրայելն է, բայց մենք գիտեք ինչ վիճակում ենք, ոտի տակ ենք, ոտատակ ենք այս բոլոր ազգերի։ Ու եթե Աստված իր ողորմությամբ մեզ չպահի, մենք այս մուսուլմանական ազգերի մեջ ոտի տակ ուղղակի կկորենք եւ պատմությունը մեզ չի էլ հիշի, որ նման ազգա երկրի վրա գոյություն ունեցել։ Աստծո ողորմությունով, մեր աղոթքներով, նրա կենթանի եկեղեցու շնորհիվ է, որ Աստված այս մի բուռ ազգն էլ պահել է։ Եվ եթե մեր ազգը դառնա ճշմարիտ Աստծուն, ես հավատում եմ, որ Աստված իր բռի մեջ է պահելու այս ազգին ու կտեսնեք թե ինչեր կկատարվեն հենց մեր երկրում։ Շատ եկեղեցիների հովիվներ այսօր չեն ուզում խոսել այս բաների մասին։ Ինչի համար, որովհետև ասում է, պետք չի որ իմ հոտի անդամը անհանգստանա։ Ես չեմ ուզում որ իմ հոտի անդամները անհանգստանան։ Չնեղվեն հանգարց էլ իրանք իրանց մեջ եկել ես ասենք հիմա պաշտամունքի չնեղվես հանգարց քո սրտում որ հայ եղբայրը ասենց բաներ էր ասում քեզ բայց ոչ մենք ասել ենք որ այս եկեղեցում դու միշտ լսելու ես ճշմարիտ խոսքը
դուր է գալի քեզ, դուր չի գալիս քեզ, ականջիդ հաճելի է, ականջիդ հաճելի չի, բայց դու պետքա ճշմարտությունը լսես։ Եվ հավատացեք, որ սա օգնելու է ձեզ, երբ որ հանգարց քո կյանքում դու կբախվես այնպես իրավիճակների, որ քո կողքին մեկը չի լինի, որից դու կարողանաս խորհուրդ վերցնես, այն ինչը որ դու հիմա սովորում ես, վաղը օգնելու է, որ դու քո կյանքում չսխալվես, որ դու քո կյանքում ճիշտ որոշումներ կայացնես։ Վաղը, երբ որ այն մարդիկ, ովքեր որ այսօր, ինչ ասեմ, չեն ուզում տհաճ բաներ լսել, ծանր բաներ չեն ուզում լսել, վաղը կտեսնեք, որ թե ինչ իրականության կբախվեն։ Վաղը այդ նույն մարդիկ, երբ որ կսկսեն իրանց կյանքում ունենալ անկումներ ու պարտություններ եւ այն ինչ որ սխալ են սովորել ու ժամանակին ականջ չեն դրել, դու կտեսնեք այդ նույն մարդիկ էթալու են այդ նույն հովիվների կողորտից բռնեն, ասեն, դու ինչի համար մեզի ժամանակին չսովորեցիք ճշմարտությունը, որ այսօր մենք պարտվում ենք, որովհետեւ այն ինչ որ քո ականջին է հաճելի, այնպես չի որ դա ճշմարտություն է։ Միգուցե ճշմարտությունը հենց կակրազեն է, որ քո ականջին հաճելի չի։ Շատերն են այսօր սովորեցնում, որ մեծ նեղությունների ժամանակ եկեղեցին հափշտակված է լինելու եւ երկրի վրա չի լինելու, սիրելի Աստծո ժողովուրդ։ Մի անհանգստացեք, դուք երկրի վրա չեք լինելու։ Մենք Աստծո ժողովուրդ ենք, մենք ուր նեղությունը ուր։ Ես ձեզ կասեմ, սա բացառիկ սուտ է։ Բացահայտ սուտ է սա, որովհետեւ եկեղեցին հափշտակված չի լինելու։ Եկեղեցին անցնելու է նեղությունների միջով։ Ես կասեմ ճիշտ հակառակը, նեղությունների ժամանակ եկեղեցին լինելու է երկրի վրա, եկեղեցին պետք է անցնի այս ամեն նեղությունների միջով, ես սա այն կրակի հնոցն է, որտեղ որ պետք է փորձվի քո իրական կառույցը, քո հոգևոր վիճակը, քո հետագա կարգավիճակը Տիրոջ տան մեջ, երկնային Երուսաղեմի մեջ եւ հարս եկեղեցու մեջ։ Սա քեզ դուր է գալիս թե ոչ։ Մաղաքիա 3 գլխի 3-ից 2-ից 3 խոսքերը ասում է. նրա գալստյան օրը ով կարող է դիմանալ, ով է նրան երևալու ժամանակը կանգնողը, որովհետև նա հալեցնող կրակի պես է եւ թափիչների օճառի պես, եւ նա նստելու է ինչպես արծաթ հալեցնող եւ մաքրելու է ղևիի որդկանցը եւ զտելու է նրանց ոսկի եւ արծաթի պես։ Աստծո խոսքն է ասում։ Ասում է վերջի օր, այս դատաստանի օր ով կարա, բայց ասում է Աստված գալու է ինչ, Աստված գալու է որ հալեցնի եւ կրակով պետք է փորձվեն բոլոր քրիստոնյաները։ Տեսեք, չի ասում ամբարիշտները, չի ասում հեթանոսները, չի ասում բանը, ինչ ասեմ, Աստծուն հակառակ մարդիկ, հատուկ շեշտում է, որտեղ Աստծո խոսքն էլ ասում Աստված դատաստանը սկսելու է իր տնից։ Իսկ եթե իր տնից է սկսելու դատաստանը, նշանակում է ես փախչելու տեղ չունեմ եւ բոլոր նեղություններով եւ հալածանքներով ես պետք է անցնեմ։ Ավելի լավ չի ճշմարտությունը իմանաք, սիրելի եկեղեցի, պատրաստվեք հալածանքներին ու նեղություններին, քան թե մտածես, որ վсё, նեղությունը քո համար չի եւ մի օր նեղությունը գա ու դու պատրաստ չլինես։ Եկեղեցին չի շրջանցելու կրակը, այլ անցնելու է դրա միջով սովի, նեղության, հալածանքի, դժվարությունների, բանտերի, նահատակության, գազանի կնիքը չընդունելու այս բոլոր նեղությունների միջով եկեղեցին պետք է անցնի։ Աստվածաշունչը մեզ խոստացել է, որ պետք է անցնի եկեղեցին։ Հայտնություն 7:14 ասում է, սրանք են, որ գալիս են այն մեծ նեղություններից եւ իրենց հանդերձները լվացին եւ սպիտակեցրին գառի արյունով։ Բայց մեծ նեղությունները ո՞ւմ է վերաբերվում, եթե ոչ մեզ։ Հիմա ինչ կասեք։ Էլի չէր վերաբերվում մեզ քրիստոնյաներից։ Թե քրիստոնյաները շատ նուրբ են, իրենք չեն կարող զրկանքներ կրել։ Իրենք այդ զրկանք կրել այդ մենակ վերաբերվում է Աֆրիկայի քրիստոնյաներին, որ բենզինը լցնում վրները վառում են։ Թե վերաբերվում է Կորեայի կամ մուսուլմանական երկրների այն քրիստոնյաներին, որոնց մորթում են։ Իրանց է վերաբերվում, մեզ չի վերաբերվում, մեզ էլ է վերաբերվում, սիրելի եկեղեցի։ Հələ ես կասեի առաջինը մեզ է վերաբերվում։ Առաջի դարի եկեղեցուց մենք ավելի լավն ենք, երբ որ խաչում էին, այրում էին, կրակն էին նետում, կենթանի գազանների առաջ գցում էին, որ հոշոտ են իրանց ու իրանց երեխեքին, իրանց արել են, մեզ էլ են անելու։ Տերը մեզ ասել է. մի վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող։ Չի ասում չեն սպանելու քեզ, ասելու է, ասում է, քեզ սպանելու են։ Ուղղակի մի վախեցի։ Տիրոջ խոսքը էս ասում է, քեզ սպանելու են, բայց դու մի վախեցի, որովհետև հոգուդ ոչ մի բան չեն կարող անեն։ Ինչքան մենք, ինչ ասեմ, համակերպվենք այս մտքի հետ, այնքան ավելի տանելի կլինի այն բոլոր նեղությունները, որ գալու է շատ շուտով։ Հոգ մի արա, թե ինչ պիտի խոսես, այն ժամանակ Տերը կխոսի քո բերանով։ Առաջի Պետրոս 4:12-ը ասում է, սիրելի,
Սիրելիներ, տարօրինակ մի համարեցեք այն բորբոքված նեղությունը, ուշադիր եղեք, ասում եմ, տարօրինակ մի համարեք այն բորբոքված նեղությունը, որ ձեզ փորձելու համար է, իբրև թե մի տարօրինակ բան է պատահել։ Ասում եմ, երբ որ բորբոքված նեղությունը գա քո կյանքում, ասում եմ, մի տարօրինակ համարի, իմացի, դա այդպես էլ պետք է լինի։ Իսկ Գործք առաքելոցի 14:21-ը ասում է, եւ թե շատ նեղություններով պետք է մեզ մտնել Աստծո արքայություն։ Շատ նեղությունները նորից լսեցիք, ասում եմ, շատ նեղություններով մեզ պետք է մտնենք Աստծո արքայություն։ Հնարավոր է հիմա շատերը մտածում են, քանի կա հնարավորություն գնամ պատրաստվեմ։ Հայկ աղբերն ասեց գնա պատրաստի, պատկերացրեք Աշոտ աղբերն ասում է կակրաս պրեմիա եմ ստացի այս տարի, մանանը մեզ այդ համ մի 100 մեշոկ ալուր առնեմ, մի 30 մեշոկ պիսոկ առնեմ, այդ համ ինչքան բանկա, պահածոյացված բանկա, որ երկարաժամկետ կարա մնա, էդի բոլորն անեմ, ինչքան տունը դատարկ բանկա կա տանվի, կան թող բանանի, կամպոտու, չգիտեմ, թթու վարունգ ու ինչ ասես փակի, որ հեսա ների ժամանակներն եկա, որ Աստծո խոսքն ասում է ոչ պիտի կարողանանք գնենք, ոչ վաճառենք էսեն, ապահոված կնստեմ տունս, հեչ էլ լինի իրանց բանը, գնել վաճառելը, ամեն ինչ էլ ունեմ։ Իմ համար կուտեմ, կսպասեմ մինչև տիրոջս երկրորդ Գալստյանը։ Հարց։ Որպես խոստովանություն, որ չասեմ ձերքներդ բարձրացեք, հեչ եղել է, բայց որ մտածել ես քո մեջ, որ ասյակի մի քանի բան առնեմ, պահեմ, էլի ինչ իմանամ ինչ կլինի։ Եթե եղել է մի ձեր բարձրացրեք, բայց կարծում եմ որպես մարդ, եթե չի եղել, այսօրվա իմ այս քարոզից հետո շատերի մտքով անցնելու է նման բան։ Ասեմ, բայց իզուրա։ Հիմա տեսեք։ Իսկ եթե մի հատ Քրիստոս, օրինակ ասենք, լավ Աշոտի վրա եմ օրինակը բերեմ, միշտ դիմացա նստում իր վրա եմ բերում, բայց դե ոչինչ, իմ աղբերն է, չի նեղվի։ Հələ պատկերացրեք Աշոտը ամեն ինչ առել է, ես էլ չեմ առել։ Այդ մեմ տեսել եք Աշոտի Արամիկին թշերը ասենց։ Հա։ Այդ մեմ ասում եմ Աշոտ ջան, աղբեր Արամիկի թշերին նայելով, Կարինկայի թշերին նայելով, զգում եմ էլի, որ սոված չեն իրանք ուտում են, աղբեր ուտելու բան չունես, իմ երեխեքը սոված են, կտաս մի բան էլ իմ երեխեքին տամ, կտաս թե չես տա Աշոտ, կտամ, կտա, Աշոտին ճանաչելով գիտեմ, որ կտա, բայց հələ պատկերացրեք իմ նման քանի հոգի կարա այդ Աշոտեն ստուն ու Աշոտին ասի Աշոտ ջան, երեխես սոված է, ուտելիք կտաս թե չէ, Աշոտը տա թե չտա, պտի տա, եթե չտա գիտես ինչ կլինի, Տերը կգա կասի ես սոված էի, դու չկերակրեցիր ինձի, ես անտուն էի, տունդ չառարնձի, այսինքն Աշոտը ինչ առել է, էդի մի քանի օրվա մեջ սենց սիրուն սենց պրծնելու է ու Աշոտի Արամիկն էլ նորից մնացած երեխեքի հետ Աստված չանի, բայց եթե ասենք հայտնվի սովի մեջ ինչա լինելու։ Նշանակում է որ կուտակելը սխալ էր։ Այստեղ գործելու է հավատքը, որտեվ այն ինչ որ մարդի համար անհնարին, իհարկե սրա մասին հիմա չեմ խոսալու, լավ բաների մասին վերջում եմ խոսալու, բայց ոչ այսօր, հələ այսօր սթափվելու, քարոզ եմ անելու եւ այս անգամ եւ հաջորդ անգամ սթափվելու քարոզ է լինելու, սիրելի Աստծո ժողովուրդ, բայց մենք պարտավոր ենք այս ամեն ինչը ճիշտ իմանանք։ Կրակը հիշի, Աստվածաշնչում ունի 3 հիմնական գործառույթ։ Մաքրում է ինչպես ոսկին, այն ինչը որ իրական չի, ոսկուց չի, ավելի նոր թա կրակը մաքրում է դուսը հանում։ Երկրորդը, երբ որ կեղծը հեռանում է, ոսկին սկսում է փայլել։ Ով է տեսել ոսկին հալված վիճակում։ Ես տեսել եմ, երբ որ ոսկին հալվում է, իր ամենաուժեղ փայլը երևում է այդ ժամանակ։ Այտենց փայլուն ոսկի կյանքում տեսած չեք լինի, եթե հալված ոսկի չեք տեսել։ Ոսկերիչները հաստատ կհաստատեն իմ ասածը։ Այսինքն Աստծո նպատակն է Աստծո կրակի, որ քո միջից կեղտը հանի, որ դու փայլես, անենց փայլես, որ երբեք չես փայլե։ Իսկ երրորդը դատաստան անում, այս դատաստանն արդեն վերաբերվում է ամբարիշներին, բայց գոնե առաջի երկուսով մենք պետք է անցնենք, չէ՞։ Դատաստանը լավ թող մեզ չվերաբերվի, մենք Քրիստոսի շնորհքով ենք փրկված, բայց կրակի միջով անցնելը Աստված մեզ չի խոստացել։ Հավատա կրակը կարող է այրել շատ բան, բայց նրանք, ովքեր իրենց հանդերձները լվացին գառնուկի արյունով, նրանց հանդերձները հրակայուն են, չեն այրվում, ինչպես որ Սեթրակը, Միսակը եւ Աբեդնագովն էին կրակի հնոցի մեջ, բայց նրանց մազերն էլ չխանձվեց, նրանց հագուստները չայրվեցին, նրանց վրայից Աստծո խոսքը ասում անգամ ծխի հոտ չէր գալիս։
Բայց նաև նույն Աստվածաշնչում մենք տեսնում ենք մեր Ստեփանոս աղբորը, որ այս երեքից ոչ մի բանով պակաս չէր, Սեդրակից, Միսակից եւ Աբեդնակովից։ Ով կարող ասի Ստեփանոսը ավելի պակաս էր։ Ոչ։ Բայց Ստեփանոսն էլ լրացրեց այն բոլոր սուրբերի, այն բոլոր նահատակների շարքերը, ովքեր իրանց կյանքով, իրանց նահատակությունով փառավորեցին Աստծուն։ Այնց որ լինելու է քրիստոնյաների հետ եւ են։ Նա ասте Աստվածում համար ինչա նախասահմանել։ Հիսուսը մեզ չի խոստացել ֆիզիկական անվտանգություն բոլոր պարագաներում, բայց խոստացել է հոգևոր հաղթանակ, եթե մենք մնանք նրա մեջ։ Հիսուսը մեզ ասում է. մի վախեցիր, ոչ թե որ վտանգ չկա, այլ որովհետև նրանք չեն, որ որոշում են քո վերջաբանը։ Քո ճակատագիրը, եթե այսպես կարելի ասել, Աստծո ձեռքերի մեջ է, եւ մարդը չի կարող քո ապագան որոշի։ Հովհաննես 16:33 խոսքերն ասում է. այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք, աշխարհում նեղություն կունենաք, բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհին։ Երկրորդ Կորինթացիների 4:8-5 խոսքերն ասում է. ամեն բանի մեջ նեղված ենք, բայց չենք ճնշված, կարոտ ենք, բայց չենք տարակուսել, հալածված, բայց երեսից չընկած, վայր ընկած, բայց չկորած։ Էսի Աստծո խոսքն է մեզ սովորեցնում։ Եկեք առաջին մասը ամփոփենք եւ մոտենանք կամաց վերջին։ Փորձենք գնահատական տալ այն իրականությանը, ինչը որ մեզ հանդիպելու է։ Ինքներս մենք հարցնենք, ինքներս մեզ ճշմարտությունը ասենք ու չխաբենք։ Եկեք չբավարարվենք մեզ հաճելի բաներով, եկեք բավարարվենք նրանով, այն ինչ որ Աստծուն է հաճելի, այն ինչ որ Աստված է ուզում տեսնել մեր մեջ։ Հիմա ամփոփենք այս առաջին մասը, ինչի մասին որ ասեցի։ Հիսուսը չի ասում, որ նեղություն չի լինի, այլ ասում է. աշխարհում նեղություն կունենաք։ Հովհաննես 16:33։ Հիսուսը մեզ չի ասում, որ հալածանք չի լինի, այլ ասում է. եթե ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեմ։ Հովհաննես 15:20։ Հիսուսը մեզ չի ասում չեն բանտարկի ձեզ, բայց ասում է. ձեզ կմատնեն ժողովարաններին։ Ղուկաս 21:12։ Հիսուսը մեզ չի ասում չեն սպանի, այլ ասում է մի վախեցեք նրանից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող։ Մատթեոս 10:28։ Հիսուսը մեզ չի ասում կրակը ձեզ չի հասնի, բայց ասում է երբ կրակի միջով անցնես չես այրվի, որովհետև ես քեզ հետ կլինեմ։ Եսայի 43:2։ Չի ասում մեծ նեղությունիցը ձեզ կազատեմ, բայց ասում է սրանք են, որ գալիս են մեծ նեղություններից եւ իրենց հանդերձները լվացին կառնուկի արյունով, Հայտնություն 7:14։ Չի ասում, որ դուք կհաղթեք առանց վնասվելու, բայց ասում է հավատարիմ եղիր մինչև մահ եւ ես քեզ կյանքի պսակը կտամ ձերի, Հայտնություն 2:10։ Չի ասում, որ դու միշտ կլինես զորավոր, բայց ասում է իմ զորությունը տկարության մեջ է կատարվում, Երկրորդ Կորինթացիների 12:9։ Հիսուսը չի ասում, որ կխուսափես խաչից, բայց ասում է վերցրու ամեն օրվա խաչդ ու արի իմ հետևից, Մատթեոս 16:24։ Հիսուսը չի ասում, որ մեր ճանապարհը լինելու է լայն ու ընդարձակ, բայց ասում է լինելու է նեղ եւ նեղվածք եւ քչերն են գտնելու այդ ճանապարհը։ Դա կյանքի ճանապարհն է, Մատթեոս 7:13։ Չի ասում, որ ձեր կյանքում չեն լինի փոթորիկներ, բայց ասում է երբ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ, Եսայի 43:2։ Չի ասում ձեզ չեն ատելու, բայց ասում է եթե աշխարհը ձեզ ատում է, հիշեք, որ ինձ ձեզանից առաջ է ատել, Հովհաննես 15:18։ Հիսուսը չի ասում ձեզ կլինեն հավատարիմ բոլորը, բայց ասում է ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը, Մատթեոս 28:20։ Հիսուսը չի ասում, որ ձեր սիրտը չի խռովի, չի վախենա, ձեր խաղաղությունը չեք կորցնի, բայց ասում է իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, Հովհաննես 14:27։ Հիմա կասեք ախպեր, այսքանից հետո էլ խաղաղություն թողեցիր, բայց հիշիր, եկեղեցին չի շրջանցելու կրակը, այլ անցնելու է դրա միջով։ Էսի Աստծո կամքն է։ Իսկ եթե ձեզ հակառակ բան սովորեցնեն, իմացեք, որ ձեզ խաբում են։ Եբրայեցիների 11-րդ գլխում խոսվում է այն մասին, որ Աստծո ծառաները խիստ չարչարվեցին, ծեծվեցին, նախատվեցին, բանտ դրվեցին, քարկոծվեցին, սա առաքյալներն են սովորեցնում մեզ,
սղոցվեցին, մեռան, կարոտություն քաշեցին, որ աշխարհը նրանց արժանի չէր։ Ասում աշխարհը արժանի չէր նրանց, բայց մեր աղբերները, մեր քուրերը անցան այս ամեն դժվարությունների եւ զրկանքների միջով։ Երբ որ խոսում է Պողոս Առաքյալի մասին, ինչ ասում, ինքը իր մասին է խոսում, ասում է հрьяաներից վտանգներ, եղբայրներից վտանգներ, ալեկոծություն, քարկոծություն, գանահարություն, ծեծ, ջար, եւ ասում ես այս աղբերը ինչի միջով է անցե։ Խի մենք Պողոսից ավելի լավն ենք։ Աշխարհն ատեց նրանց։ Առավել եւս հիմա, երբ ամեն բան մոտենում է իր տրամաբանական ավարտին, առավել եւս մենք, որ պետքա պատրաստ լինենք ամեն ինչի, մենք պետքա լրացնենք նրանց կիսատ թողածը։ Այս համարում, երբ խոսում է սղոցվելու մասին, հետաքրքիր մի բան գտա, իհարկե ոչ Աստվածաշնչից, պատմությունից, հрьяաների պատմությունից, Եսայի մարգարեին են սղոցել, դու գիտեք։ Ով գիտեր, որ սղոցել են Եսայի մարգարեին, եւ իրանց պատմությունը, որտեղ բացի Աստվածաշնչից հрьяաներ ունեն թագավորած գրքեր, ունեն Թալմուդ, ունեն լիքը գրքեր ունեն պատմական, որ Աստվածաշնչի մեջ չի մտնում, բայց իրանց որպես իրանց պատմություն այդ գրքերի մեջ նշված է։ Եվ այդ գրքի մեջ նշված է, որ ինչի համար են Եսայի մարգարեին սղոցում։ Կա, որ ասում է փայտի վրա են դնում ու սղոցում են, կա, որ ասում է ծառի բան մեջ են մցնում ու սղոցում են, որ այդ փայտը դանդաղ է կտրվում, չէ՞, որ դանդաղ կտրեն իրան, որ այսինքն Եսայի մարգարեն այդ ցավը մինչև վերջ զգա։ Եվ այս ամենը կատարվում է Մանասե թագավորի օրոք։ Հուդայի ամենավատ, ամենաայլասերված, ամենակռապաշտ ու դաժան թագավորներից մեկն է եղել, որ եղել է Հուդայի թագավոր։ Եվ գիտեք ով էր Մանասեն։ Ինքը որդին էր ամենալավ թագավորներից մեկի, ում անունը ոսկյա տառերով է գրված Աստվածաշնչում, Եզեկիա թագավորի։ Ուրեմն նա ամբողջ Հուդան Աստծո խոսքը ասում է, որ լցրեց կռապաշտությունով, լցրեց բահաղապաշտությունով, մեռել հարցուկներով, տաճարի երկու գավիթներում կուռքերի համար սեղաններ շինեց եւ ինքն էլ Աստծո խոսքը ասում է զբաղվում էր գուշակությունով եւ հմայություն էր անում։ Այսինքն կախարդ էր դարձել։ Աստծո որդին թագավորը Եզեկիայի որդին դարձել էր վհուկ։ Եվ պատկերացնում եք, երբ որ թագավորն է լինում սատանայի վհուկ, սատանայի ծառա, սատանայի քուրբ, ինքը ինչի անթունակ։ Երուսաղեմ Աստծո խոսքը ասում է լցրեց ծայրից ծայր այրունով, անմեղների այրունով, Աստծո ծառաների, Աստծո մարգարեների այրունով լցրեց ամբողջ Երուսաղեմը, լեփ-լեցուն լցրեց այրունով։ Եվ Ենովի որդիների ձորում էլ կանգնեցրեց մողոքի արձանը, որը բրոնզից էր, եւ մանկական զոհաբերություններ սկսվեցին արվել Ենովի որդիների ձորում։ Իսկ ինչ էր Իրանից ներկայացնում մողոքի արձանը։ Մողոքի արձանը բրոնզաձույլ արձան էր, մեջը դատարկ, եւ իր մեջը հնոցի պես տեղ կար։ Տակը կրակ էին վառում այնքան, մինչեւ որ այս մողոքի ձեռները կարմրում էր։ Եվ իր ձեռքերը ասես դեպի առաջ պարզած էր։ Եվ մարդիկ տանում էին իրանց երեխեքին դնում էին այդ կարմրած շիկացած արձանի ձեռքերի վրա, որ իրանց երեխեքը վառվեն ու մեռնեն։ Եվ սա անում էր Աստծո ժողովուրդը։ Եվ հետաքրքիրն է, երբ որ այս ամեն ինչի մասին մանկասպանությունը, մանկական զոհաբերությունը Մանասեն դարձրեց ջրի պես խմելու բան, եւ որ մարդիկ իրանց երեխեքին սկսեցին կենթանի զոհել։ Եվ Աստծո խոսքը ասում է, որ ինքը իր երեխուն էլ տարավ ու կրակի վրա զոհեց, ինքը թագավորը ինքը իր երեխին էլ անցկացրեց կրակով։ Եվ երբ որ այդ գարշահոտությունը լցվում էր, ասում է, այդ ձորի մեջ, դա պատմության գրքից եմ ասում է, եւ նաեւ այդ երեխեքի այդ աղաղակը, որ բարձրանում էր, ասում է, որպեսզի խլացնեին, ինչ էին անում, թմբուկներն էին խփում, այդ քուրմերը, որ խլացնեն այդ երեխեքի ճիչ ու աղաղակը։ Եվ ինչ է ցես թվում, պետք է Աստծո աչքից այս ամեն ինչը կորեր։ Պետք է կորեր Աստծո աչքից։ Հարց եմ տալիս, միթե սատանան իր մանկական զոհաբերությունները վերացրել է։ Ես մենակ Հայաստանի տվյալներով ասեմ, դուք ամբողջ աշխարհի տվյալներով նայեք։ Վերջի 30 տարվա ընթացքում Հայաստանում աբորտի միջոցով սպանելվել է 500,000 աղջիկ երեխա։ Ոնց կարա մարդը իր չծնված աղջիկ երեխուն զոհանի, կդրտի հանի թափի, ինչ աղջիկ երեխա է։ Ես 4 աղջիկ երեխա ունեմ։ Ու անգամներ եղել է, որ ինձ հարցրել են, ես ասել եմ, ես իրանց ցավը տանեմ, եթե 10-րդն էլ աղջիկ կլինի, ես իրա ցավը տանեմ, իմ երեխի խաթրին չի կարա մեկը կբնի։ Տեսեք, շարունակվում է մինչև հիմա։ Իսկ Եսային մարգարեացավ այս ամենի դեմ, եւ այնի ով որ ճշմարտությունն ասում, ինքը նաեւ թշնամի է դառնում նրան, չէ, ով որ այս ճշմարտությունը չի ուզում լսի։ Եվ ինչ էր ասում։ Ասում էր, որ մի արեք այդ բանը, որտեղ Աստծո դատաստանը պետք է գա ձեր դեմ։
եւ Եսայի մարգարեին սղոցեցին։ Եվ գիտեք ինչը Մանասեն մահանապռնեց, որ սղոցեց, որն էր պատճառը, որ սղոցեց։ Եսայի 1:6 խոսքերն էր պատճառը։ Գրված աստեղ ասում է. Ոզիա թագավորի մեռած տարին տեսա Տիրոջը բարձր եւ վերացած աթոռի վրա նստած եւ նրա քղանցքը լցրել էր տաճարը։ Ու գիտեք ինչ ասում Մանասեն, ինչ ասում։ Էլի այս պատմության գրքերից եմ ասում ձեզ։ Ասում է մարդը չի կարող Աստծուն տեսնել ու կենթանի մնալ։ Դու սուտ մարգարե ես։ Բերեք այս մարդին սղոցեք, ինքը սուտ մարգարե է, ինքը ճշմարիտ մարգարե չի։ Բայց նպատակը գիտեք որն էր։ Լռեցնելու Եսայիի ձայնը, լռեցնելու Աստծո ձայնը, Տիրոջ ձայնը լռեցնելու, ինչի համար, որ իր կեղտոտությունները ոչ մեկ չկարողանա իր երեսին տա։ Անկամ նրա թոռը Հովսյան, ով ուղղությամբ քայլեց Աստծո առաջ եւ բնաջին ջարեց ամբողջ այդ կռապաշտությունը, որ կար, սպանեց ու մորթեց բաղի բոլոր մարգարեներին Աստծո խոսքում է գրված, քանդեց ու ավերեց այդ բոլոր կուրքերն ու ամեն ինչը որ կար, երբ որ Տիրոջ օրենքի գրքերը գտան տաճարից կարդաց, լացով, քուրձով, մոխիրով ընկավ Տիրոջ ոտեր, ասեց մենք էսուր ենք հասե։ Բայց եթե չեմ սխալվում, արդեն 18 տարվա թագավոր էր ինքը։ Եվ դրանից հետո հələ պատկերացրեք այս մարդի բանը էլի այդ սիրտը Աստծո առաջ ուղիղ։ Ասում է անգամ քանդեց այդ կռապաշտների գերեզմանները, որ կռապաշտները ասում է քանդեց ոսկորները հանեց վառեց։ Բայց այս քանից հետո միևնույն է Տերը չներեց Իսրայելին։ Չներեց, գրված է իր մասին, ասում է դու Հովսեանին ասում է դու քանի որ ասում է խոնարեցրիր քո սիրտը Աստծո առաջ չէ, դու չես տեսնելու այս բաները։ Այսինքն դու խաղաղությամբ կեթաս քո գերեզմանը, կննջես խաղաղությամբ, բայց Իսրայելը պետք է քաշի սրա պատիժը։ Եվ հետաքրքիրն է, որ այս Աստվածապաշտ մարդու տղեն Հովաքազը, ով թագավոր եղավ ընդամենը 3 ամիս, գրված ասում է, գնաց իր հայրերի ճանապարհով նորից կռապաշտությունը բերեց Իսրայել։ 3 ամիս, ասենք, այս Աստվածապաշտ մարդից ծնվեց նորից մի հատ անորակ զավակ, որ ընդամենը 3 ամիս հետո Իսրայելը լցրեց կռապաշտությունով։ Եվ հետո ի՞նչ է տեղի ունենում։ Ուրեմն տեսեք, ասում է թագավորը եկավ 3 ամիս հետո եւ իրան հանում է եւ իր առաջ իր փոխարեն ինչ անում Եգիպտոսի թագավորը հանում է իրան եւ իր տեղը իր աղբորը Եղիակիմին դնում է թագավոր անունն էլ փոխում դնում է Հովակիմ։ Հովակիմ ով էր հիշում եք մենք Երեմիայի ֆիլմը թարգմանել ենք կարծում եմ տեսել եք բոլորդ Հովակիմ են թագավորն էր որ գայ վրան նստած գոռում էր ճվում էր եւ Հովակիմն էլ չարություն արեց Աստծո առաջ ճիշտ է եւ այս ժամանակ արդեն ով որ մարգարեն էր Երեմիա մարգարեն էր Երեմիա մարգարեն եկավ ինչ ասում երբ որ հանդիմանում էր իրան ասեց էշի թաղումով քեզի պետք է թաղեն այսինքն դու պետք է գերեզման չունենաս ինչպես որ էշին են ոտից կապում տանում շպրտնում ինչ որ մի հատ զիբիլանոցի մեջ քեզի սենց պետք է ոտիցդ կապեն քաշտան մի հատ զիբիլանոց գցեն էս էր Երեմիայի մարգարեությունը բայց այսքանից հետո ինքը նորից դարձի չեկավ մինչև որ սպանվեց, չէ, բաբելոնացիների կողմից, դրանից հետո իր որդին Հովակիմը 18 տարեկան էր, երբ որ 3 ամիս թագավոր եղավ, Հովակիմ կամ Հեքոնիա, նույն մարդի մասին է խոսքը, 3 ամիս թագավորեց, իհարկե Նաբուգոդոնոսորը բանը Հեքոնիային էլ գալիս է վերցնում է տանում է Բաբելոն, բայց ինքը չի մանում, ինքը մնում է կենթանի, որ այդ թագավորական սերունդը շարունակվեր իրանից, որտեղ Աստված Դավթին խոստացել էր, որ քո սերունդից մի հոգի պետք է պահեմ, գոնե մի հոգի պետք է պահեմ։ Եվ իր փոխարեն դնում են թագավոր Սեդեկիային, այսինքն Հեքոնիայի հորողբորը Սեդեկիային են դնում թագավոր, որպես թագավորի պաշտոնակատար, եւ որի ժամանակ էլ քանդվում է ամբողջ Երուսաղեմը, այրվում է Տիրոջ տաճարը եւ այն բոլոր մնացորդը, որ մնացել էր, գերի է գնում Բաբելոն։ Եվ կատարվում է Երեմիա մարգարեի խոսքերը, որ պետք է քանդվի, պետք է ավերակ դառնան։ Հետաքրքիրն է, որ մարգարեությունները կարդում է շատ ժամանակ Անենց բաները աղվեսների բնակավայր պետք է լինի, շագալների որջ պետք է լինի, հասկանում ես, եւ այս ամեն ինչից էր գալիս, որ մարդը թողում է Աստծուն։ Ահա այսպես է վերջանում ամեն մի վերջաբան, որը սկսվում է կռապաշտությունով եւ պղծությունով։ Երբեք մի փորձի պղծես Աստծո տունը, Աստված քեզ կպղծի։ Սատանան չի փոխել իր ձեռագիրը, այսօր պղծվում է խորանը, պղծվում է տաճարը եւ դա արվում է ազգային եւ ոչ ազգային եկեղեցիների կողմից։ Մենք միշտ սիրում ենք քննադատել ոչ ազգային եկեղեցին, էսի քահանայեսի չի։ Եկեք մենք ինքներս մեզ քննադատենք, սիրելի Աստծո ժողովուրդ։ Որտեւ եթե մենք մեր սխալները չենք տեսնում, եթե իմ աշկի գերանը չեմ տեսնում, ես դիմացինիս աշկի շուղը ոնց հանեմ։ Իսկ այսօր
Իմ Facebook-յան էջում մի քանի հատ կիսվել եմ, մի քանի հատ էլ չեմ կիսվել, հաջորդ անգամ եթե Աստված կամենա ցույց կտամ այդ արդենցես, կտեսնեք թե ինչ են անում ժամանակակից չակերտավոր հովիվ կոչվածները հենց հիմա եկեղեցիներում։ Ոտը բարձրացնում ասում արեք, ոտի իրից տակով անցեք, որ օշնվեք, այն մեկը, չգիտեմ, Աստվածաշունչնա ճղմ շպրտում չակերտավոր կին հովիվները, կետչուպ մայոնեզը լցնում են գրքի մեջ ինչ ասես անում են, Աստվածաշունչը գցում են, գնդակի պես տշում են, ինչ պղծություն կա անում են։ Ես վերջում տեսածս սարսափելի էր, ցույց կտամ հաջորդ անգամ վիդեոները, մի նեղվեք։ Հովիվը պաշտամքի ժամանակ շլվարնիչ ասում է տրուսիկով սկսում է բան անել։ Եկեղեցու մեջ, քայլել։ Մարդիկ տենակ ոնց են ծափ տալի, ամեն ալելույա ասում։ Միթե սա պղծություն չի։ Ինչ ասեմ։ Սատանան մտել է եկեղեցիներ։ Ինչի համար, որովհետև վերջի օրերն է։ Որովհետև ստեղա որ պետք է սուրբը սրբանա, իսկ պիղծը պետք է ավելի պղծվի։ Սիրելի Աստծո ժողովուրդ, մեր նպատակն է, որ մեր եկեղեցին սրբանա Աստծո առաջ եւ ոչ թե պղծվի ու դառնա, ինչ ասեմ, շանուգելի փայ։ Ես ուզում եմ, որ Աստված օշնի մեր եկեղեցին։ Ճիշտ է, այս անգամ խոսքը մի քիչ խիստ եղավ։ Հաջորդ անգամ էլա խիստ ելնելու, խնդրում եմ ներող կլնեք։ Եթե մարդիկ կան, որ հաջորդ անգամ, հաջորդ Կիրակի ես եմ խոսելու էլի, եթե Աստված կամենա, եթե մարդիկ կան, ովքեր որ չեկան եկեղեցի, լոկ այնա պատճառով, որ այսօր խոսքը խիստ էր, ինչ ասեմ, այսօր մտածելու շատ բան ունեին, իմացի որ դու այն մարդն ես, ով որ սիրում ես, որ ականջներիդ լավ բաներ ասեն։ Ուրեմն գնա այնտեղ, որտեղ որ քեզի լավ բաներ կասեն, որտեղ հաջորդ անգամ միգուցե խոսքը ավելի խիստ լինի։ Վերջում ասեմ իմանաք, լավ բաներ եմ ասելու, բայց եթե թողել եմ վերջում, ոնց որ տիրոջ նեղություններից հետո է, չէ՞, օշնությունը, երկունքից հետո է ծնունդը, հենց որ մենք պետք է էս լսենք, որ կարողանանք ճիշտ հետևություն անել։ Երբ որ Աստված կսկսի արդեն գերբնական ձևով գործել իր եկեղեցու մեջ, այդ մասին էլ ենք խոսելու, բայց այս արդեն մյուս անգամներին։ Տերը օրհնի ձեզ։